Վարչապետ ունենք, աշխարհը չունի։ Այսօր Կեչարեսի վանական համալիրում մասնակցեցի Սորբ եւ անմահ պատարագի, նաեւ խաղողորնեք էր, շնորհավոր խաղողորնեք։ Իրոք, ես երջանիկ եմ, որ Հայաստանն ունի վարչապետ, որը այցելում է պատարագների, մասնակցում է պատարագների։ Բայց Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն 17-րդ հոդված պետությունը եւ կրոնական կազմակերպությունները Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը Կրոնական կազմակերպություններն անջատ են պետությունից Սահմանադրության 17-րդ հոդված Երկրորդ մասն ասում է կրոնական կազմակերպություններն անջատ են պետությունից Օգոստոսի 28-ին 16:30 դատական նիստ է նշանակված դատում են հայոց վեհափառին ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ին եւ 6 եպիսկոպոս arczepiskopոսների Ինչումն է խնդիրը Մասյացոտնի եթե չեմ սխալվում, հա, դժվար արտասանվող թեմ է Մասյացոտնի թեմի առաջնորդին վեհափառ հայրապետը ազատել է աշխատանքից Այս եպիսկոպոսը թե arczepiskopos Գևորգ, եթե չեմ սխալվում, Սարոյան, միգուցե սխալ եմ արտասանում անազգանունը, չի հնազանդվել վեհափառ հոր գործողություններին եւ դիմել է դատարան Նորից եմ կարդում 17-րդ հոդվածի երկրորդ մասը կրոնական կազմակերպություններն անջատ են պետությունից Չի կարող վեհափառի որոշումը եկեղեցուն վերաբերվող Եթե վեհափառ հայրապետը Աստված մի արածце հանցագործություն ինչ որ, չգիտեմ, որևէ հանցագործություն կատարի, դա քրեորեն դատապարտելի է Իսկ թեմի առաջնորդ նշանակել եւ թեմի առաջնորդին ազատել պարտականություններից դա եկեղեցուն ներքին օրակարգն է եւ ներքին գործն է Այս մարդը դիմել է դատարան, դատարանն էլ ընդունել է գործը եւ որոշում է կայացրել, որ օրինական չէ վեհափառի որոշումը եւ վերականգնել է թեմի առաջնորդին դատարանը եւ վեհափառ հայրապետը չի կատարել դատարանի որոշումը դատարանի ապօրենի որոշումը Հայաստանի մայր օրենքը սահմանադրությունն է բոլոր օրենքները եւ նորմատիվ ակտերը որոնք հակասում են սահմանադրությանը նրանք անօրինական են նրանք օրենքի ուժ չունեն Հիմա Նիկոլ Փաշինյանը դուրս է եկել եկեղեցու դեմ եւ դատում է վեհափառ հայրապետին Իհարկե Նիկոլ Փաշինյանը վարչապետն է նա դատավոր չէ հրահանգել է եւ նախընտրական ծրագրում գրել է փոխել վեհափառ հայրապետին Չնայած նորից եմ կարդում կրոնական կազմակերպություններն անջատ են պետությունից բայց Փաշինյանը իրեն իրավունք է վերապահում փոխել հայրապետին եւ ասում է ինձ ժողովուրդն են ընտրել ժողովուրդն է ընտրել ինձ ժողովուրդն է ընտրել եւ ես ծրագրում գրել էի նշանակում է ժողովուրդը համաձայն է Սա կես ճշմարտություն է սիրելի ժողովուրդ Նիկոլ Փաշինյանը սիրում է կես ճշմարտությամբ առաջ գնալ Լավ Նիկոլ Փաշինյան մի մարդ
չի կարող բարեպաշտ լինել չհարգելով իր հորը, չպատվելով իր մորը, չի կարող լինել բարեպաշտ։ Վեհափառ Հայրապետը մեր հոգևոր դասի առաջնորդն է, հայ առաքելական սուրբ եկեղեցու առաջնորդն է, կաթողիկոսը։ Եվ դուք, ես ուղղակի ապշած եմ, չգիտեմ ինչ բառ օգտագործեմ, պարզ է, որ դուք չեք կարող չհաճոյանալ Իլհամ Ալիևին, դուք չեք կարող ձեր առաքելությունը չկատարել։ Ասել եմ, կրկնում եմ, Նիկոլ Փաշինյանի առաքելության ճակերտավոր առաջի մասը, առաջի փուլը ավարտվել է, դա Արցախի ամբողջական հայաթափումն էր։ Երկրորդ փուլում Նիկոլ Փաշինյանը պետք է շահագործման հանձնի Զանգեզուրի միջանցքը, Ադրբեջանին հանձնի 3 գյուղեր եւ եթե ստացվի բերի Հայաստան 100,000-ավոր ադրբեջանցիներ։ Եվ այս ճանապարհին եկեղեցին է միակ կառույցը, որը կարող է համախմբել եւ համակարգել եւ համակարգված օրինական ճանապարհով խոչընդոտել Նիկոլ Փաշինյանին։ Եվ Նիկոլ Փաշինյանը բնականաբար փորձում է վերացնել խոչընդոտները այս ճանապարհին։ Ինչ պետք է անենք մենք։ Ես խնդրում եւ պահանջում եմ, եթե դուք հայ քրիստոնյա եք, եթե դուք ցավում եք մեր հայրենիքի համար, խնդրում եմ օգոստոսի 28-ին ժամը 15:30-16:00-ին լինել Մայրաթորի տարածքում։ Հետո միասին կգնանք դատարան եւ կաջակցենք մեր վեհափառ Հայրապետին։ Այո, վեհափառ Հայրապետը ունի բազմաթիվ թերություններ, ինչպես բոլորս։ Բայց եթե կշեռքի մի նժարին դնենք վեհափառի թերությունները, եւ եթե որևէ կերպ հայ ազգը, հայ հավատավոր հոտը տուժել է այդ գործողություններից, եւ մյուս նժարին դնենք Նիկոլ Փաշինյանի գործողությունները, եւ որքանով է տուժել հայ ժողովուրդը Նիկոլ Փաշինյանի գործողություններից, պատկերացնում եք, Գարեգին II, ամենայն հայոց կաթողիկոս եւ Նիկոլ Փաշինյան։ Եթե դնենք կշեռքի նժարին, կլինի մեկը 1 միլիարդի, Նիկոլ Փաշինյանը 1 միլիարդ անգամ եւ ավելի վնաս է տվել մեր ժողովրդին, քան որևէ մեկը։ Սա է ճշմարտությունը, սիրելի ժողովուրդ։ Նայում ես Նիկոլ Փաշինյանի դեմքին, լսում ես նրա խոսքերը, ասում ես, արա, այս մեր աղբերն է, այս մեր աղբերն է, այս ինչ երջանիկ ժողովուրդ ենք, այս ինչ երջանիկ պետություն ենք, որ ունենք Նիկոլ Փաշինյանի նման ղեկավար վարչապետ, բայց նայում ես նրա գործերին,